նրա սրտի ուզածը տվիր նրան եւ նրա շրթունքների ցանկությունը չմերժեցիր։ Փառք ու պարծանք պիտի դնես նրա վրա։ Օրնության մեջ պիտի հաստատես նրան հավիտյանս հավիտենից։ Պիտի ուրախացնես նրան քեզնից դավեր նյութեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։ Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղես քո հավատարիմների կողմը։ Բարձր եղիր Տեր քո զորությամբ, օրհնենք եւ սաղմոս երգենք քո զորությանը։ Շնորհակալ եմ։ Սիրելի ժողովուրդ, ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով։ Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը։ Ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը եւ իր տոհմի բոլոր արուզավակներին փախցրել բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության։ Մեր իրավապահ մարմիններին, որոնք այս ընթացքում արդեն իսկ բացահայտել են այդ մեծ դավադրությունը, եւ ես ուզում եմ մենք ծափերով ողջունենք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, ով գրեթե ամեն օր ձայնագրություններով տեղեկացնում էր Հայաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը բուռն ծափերով, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները երբեք ավելի արդյունավետ չեն գործել ընտրակեղծարարների դեմ եւ երբեք ավելի հատու եւ ազդու հարվածներ չեն հասրել նրանց, բայց հարգելի գործընկերներ, ահա մոտենում է քվեարկության ժամը եւ ընտրակեղծարար բոլոր ձեռքերը պետք է ջարդվեն, ընտրակեղծարար բոլոր ձեռքերը պետք է ջարդվեն։ Ես ուզում եմ, որ մենք թացը չորին չտարբերենք նաև դատական համակարգում։ Ես ուզում եմ, որ այս հրապարակը բուռն ծափերով ողջունի նաև այն դատավորներին, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդպիսիք այո կան, եւ մենք ողջունում ենք բոլոր այդպիսի դատավորներին։ Բայց ես նաև ուզում եմ մի քանի կոչ հղել, մասնավորապես գոչով դիմում եմ, ինչպես տեղյակ ասում են Ռուսաստանից մարդկանց են բերում, որ քվեարկեն։ Գիտեք, ես համոզված եմ, որ Ռուսաստանից եկած բազմաթիվ մարդիկ եկել են այստեղ, ձայն տվեք, ցուցադրեք ձեր ներկայությունը, սիրելի հայրենակիցներ։ Իսկ նրանք, ովքեր այստեղ չեն, ես ուզում եմ ասել հետևյալը. եթե դուք արդեն մի քանի ժամ Հայաստանում եք, նշանակում է դուք արդեն մի քանի ժամ վայելում եք ազատությունը։ Եթե դուք մի քանի օր Հայաստանում եք, նշանակում է
դուք մի քանի օր վայելում եք ազատությունը, ուրեմն Տեր կանգնեք այն ազատությանը, որ մենք ստեղծել ենք նաև ձեզ համար, Տեր կանգնեք այն պետությանը, որը նաև ձերն է, եւ ի վերջո վերադարձեք ձեր հայրենիքը, ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզ եւ սպասում է ձեզ, սիրում է ձեզ եւ սպասում է ձեզ։ Ես ուզում եմ կոչով դիմել նաև Ղարաբաղի մեր քույրերին եւ եղբայրներին, Ղարաբաղի պսևդոէլիտան եւ Հայաստանի պսևդոէլիտան տասնյակ տարիներ ձեզ պահել է պատանդի կարգավիճակում եւ այսօր էլ նրանք ուզում են ձեզ պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակում։ Մենք ձեզ ասում ենք, դուք այստեղ տնվոր չեք, դուք այստեղ տանտեր եք, դուք տանն եք, դուք պետության եւ հայրենիքի քաղաքացի եք, դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եք,